Երբ ամեն անգամ ինձ զանգում կամ գրում եք ու ասում եք բժիշկ ջան, իմ մոտ նևրոզ է, կարող եք օգնել թե չէ, ես սովորաբար ասում եմ, ես բժիշկ չեմ, ես հոգեբան եմ, սա մեկ, եւ երկրորդ ես ձեզ միշտ հարցնում եմ, ինչ դրսևորում կա ձեզ մոտ։ Երբ դուք ասում եք նևրոզ, ես թվում է, որ կամ շատերին թվում է, որ նևրոզը ինչ որ մի կոնկրետ ինչ որ հիվանդություն, որ ասեցիր ու բոլորը հասկացան։ Ոչ, այդպես չէ։ Նևրոզ հասկացությունը նույնն է ինչ որ ասես ես լավ չեմ զգում։ Մի քիչ պրիմիտիվ ձևակերպ է։ Այսինքն դա սովորաբար կոչվում է նյարդաֆունկցիոնալ խանգարում, բայց ավելի շուտ այն ներքին կոնֆլիկտների բախման եւ ներքին կոնֆլիկտների արկայության հետևանքով առաջացած հոգեվարքային, այսպես կարելի ասել, տարբեր տեսակի դրսևորումներ են, որոնք անառողջ են, որոնք քո կյանքի որակի վրա ազդում են, խանգարում է հուզական համակարգը, խանգարում է մտածողական համակարգը, պայմանական ասած խանգարող, հա, պաթոլոգիկ չէ։ Վարքը թե դառնում քո համար դեստրուկտիվ, չի նպաստում քեզ, ինչ որ կյանքիդ որակը վատանում է։ Նևրոզից ոչ ոք չի մահանում, բայց կյանքիդ որակը ռեալ վատացնում է։ Եթե մենք շատ բարձրապես նևրոզ հասկացություն այնքան հեշտ է կիրառել, որ մի անվանումով մենք կարծես բոլորը խնդիրների պատասխանը տալիս ենք, բայց նևրաստենիան նույնպես նևրոզ է, սոմատիկ տարբեր տեսակի դժվարությունները, խնդիրները եւս կարող են նևրոզի հետևանքով լինել, տագնապային խանգարումը, սոցիոֆոբիան, դեպրեսիվ որոշակի փուլերը, այդ ամեն ինչը վերաբերում է նևրոզին։ Մենք մի բառով ասած ասում ենք նևրոզ, բայց չենք կարող դրանով մարդուն դիագնոզ դնենք, ասենք իր մոտ նևրոզ է։ Ինչ դրսևորում է։ Տագնապային խանգարում է, հետտրավմատիկ ստրեսային խանգարում է, դեպրեսիվ կտրուկ փոփոխություն է, սոմատիկ տարբեր տեսակի անհասկանալի դրսևորումներ են, որոնք օրգանական հիմք չունեն։ Հիմա սիրնես, եթե սովորաբար համեմատում են նևրոզ, փսիխոզ հասկացությունները, սա արդեն գնում ենք կլինիկական հոգեբանություն եւ հոգեբուժություն։ Այս կարևոր կրիտերիաները ասեմ, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Նևրոզը ունի սկիզբ, ընթացք, ավարտ։ Փսիխոզը սովորաբար չունի։ Նևրոզը բուժվում է, ու իր բոլոր տեսակներով բուժվում է, իհարկե մեկը դժվար, մեկը հեշտ, բայց այնուամենայնիվ այն բուժվում է, ապաքինվում է, ոնց ուզում եք անվանեք հասկացություն։ Բայց փսիխոզը շատ պայմանական է բուժում ասածը եւ մեծ հաշվով չունի բուժում։ Կա ռեմիսիայի փուլեր, որտեղ անձը ավելի լավ է զգում եւ այլ, բայց այն չունի սկիզբ, ընթացք, վերջ, հա, այն միշտ կա, կարծես, քո հետ է։ Պարզապես վիճակը կարող է լավանալ տարբեր տեսակի հոգեբուժական ու հոգեթերապևտիկ միջամտություններով։ Նևրոզ հասկացությունը, ոնց որ դուք հասկանում եք ու ես բացատրեցի, կարծեմ հասկացաք, ինչի մասին է խոսքը, իր բոլոր տեսակներով ունի սկիզբ, ընթացք, վերջ, բուժում, այսինքն դա կյանքի ընթացքում անցնում է։ Իհարկե, օրինակ, խոճապային գրոհները շատ ավելի հեշտությամբ են ապաքինվում, եթե այսպես կարելի է ձևակերպել, կամ անցնում, քան կպչուն գործողությունների, կպչուն մտքերի դրսևորումը, տագնապային դրսևորումը։ Սա այն մասի չեմ ես ասում, որպեսզի դուք ասեք, հա, եթե մոտ սա է, ուրեմն չի անցնելու կամ դժվար է անցնելու, ամեն մեկի մոտ տարբեր է ասում, անձը այստեղ շատ կարևոր է։ Կարևոր է ֆիքսենք, որ այդ ունի սկիզբ, առաջացում սկիզբ, ինչ որ մի օր առաջանում է կամ ինչ որ մի ամիս առաջանում է, ինչ որ ընթացքից սկսած սկսում է դրսևորվել։ Ունի ընթացք, ունի վերջավորություն, վերջ։ Նմանատիպ հակազդումների ժամանակ մարդը գիտակցում է, հասկանում է, որ ախր այս գործողությունը, որ ես 10 անգամ հոսանքը ստուգում եմ կամ գազը ստուգում եմ, սա նորմալ չի, բայց նա չի կարողանում չստուգի։ Հիմա սա ֆիքսեցինք հոգեբանական տեսակետից, եւ այստեղ կարևոր հասկացությունը որն է, որ այն օրգանական չի, հիմք չունի։ Այն դրսևորվում է նյարդային դաշտում, շատ դեպքերում նյարդային վիճակով է, շատ մարդը հուզական գրգռված է լինում կամ пассив է լինում եւ այլն, այսինքն նյարդային վիճակը, նյարդային համակարգը մասնակից է լինում փոփոխություններին, բայց սկիզբը իհարկե հոգեբանական է եւ այն գրեթե միշտ կամ հիմնականում համարվում է, որ ծնվում է ներքին կոնֆլիկտներից։ Մասնավորապես ծնվում է ես ինչ եմ ուզում, ինչի ցանկություն, կարիք, պահանջմունք ունեմ, որոնք չեն բավարարվում։ Ինչ եմ պարտավոր, որ ես չեմ ցանկանում, բայց ինձ պարտադրում են։ Եվ այն, որ ես ուզում եմ, բայց չեմ կարողանում, այսինքն ուզում եմ այսպես անեմ, չեմ կարողանում, ինձ պարտադրում են սա անել։ Մեծ հաշվով ասած, սա չբավարարված պահանջմունքների հետևանքն է։ Այլ կերպ ասած, նևրոզը թուլություն չի, հիվանդություն չի, այն քաղաքակրթության գինն է, այսպես ասած, որովհետև
մի փոքր տարածքում ապրելու համար բոլորը չեն կարող հավասար ձևով ապրել։ Մեկը ճնշում է մյուսին, մեկը խլում է մյուսից։ Այլ կերպ ասած, մեր քաղաքակրթության մեջ, որտեղ կա ռեսուրս գրավելու կարիք, դա միշտ է եղել, էվոլյուցիայի ընթացքում էլ մեր քաղաքակրթության մեջ էր։ Ռեսուրս գրավելու կարիք, իրար կառավարելու կարիք, սոցիալական նորմերին համապատասխանելու կարիք, այդ նորմերին համապատասխանելու, բայց միևնույն ժամանակ դա քո ցանկությամբ չի, այս հակասությանը բախվելու երևույթ։ Մեր քաղաքակրթության մեջ դա անխուսափելի տենդենց է եւ ադապտացիայի ձև է։ Այլ կերպ ասած, նևրոզի ժամանակ, ես ընդհանրացած հասկացություն արդեն օգտագործեմ, մարդը ադապտացվում է իր պահանջմունքների հաշվին, չի բավարարում, հա, այսպես է բավարարում։ Եթե առողջ տարբերակը այսպես բավարարի, ինքը այսպես է բավարարում։ Կիսա թերի պաբուչնի մի շարք էֆեկտներով, մի շարք ինքնագնահատականի փոփոխությամբ։ Այլ կերպ ասած, իր հաշվին է կարողանում հարմարվել, որպեսզի գոյատևի։ Եվ իհարկե դա առաջացնում է տարբեր տեսակի խնդիրներ։ Հուզական խնդիրներ է առաջանում, օրինակ տրամադրության անկում, նյարդային վիճակ, գրգռվածություն մշտական, տագնապի վիճակ, վախի վիճակ, որը համարժեք չի ներկա իրավիճակին։ Այսինքն անձը մշտապես տագնապային վիճակում է, բայց չկա դրա անհրաժեշտությունը։ Այստեղ է անհրաժեշտությունը, որովհետև երբ իր պահանջմունքները չի բավարարվել ու դրանք սովորաբար սիստեմատիկ են լինում, իհարկե այստեղ ձևավորվում են համոզմունքներ, ու այդ համոզմունքները մի օրում չեն անցնում, կամ նյարդային կապերը մի օրում չեն փոխվում։ Դրանք ամիսներ է պետք որ այդ համոզմունքները եւ նյարդային կապերը փոխվի եւ ուղեղը սկսի այդ ձևով գործառութավորել։ Սա այս կետերը ֆիքսեցինք։ Հիմա այս հատվածը քերել շատ կարևոր է, երբ ասում եմ կա ներքին կոնֆլիկտ։ Շատ ավելի բարձրացած ես ուզում եմ կամ չեմ ուզում, օրինակ չեմ ուզում սա անեմ, բայց պարտավոր եմ սա անել։ Ես ուզում եմ սա անել, բայց չի կարելի դա անել։ Եվ պետք է այն մեկ անել։ Այս ձևաչափն է, այս ֆորմուլան է դրսևորվում, որի արդյունքում բնականաբար ես ճնշում եմ, վատ եմ զգում, տրամադրությունը սնկնում է, ինքնագնահատականը սնկնում է եւ առաջանում է պաբուշնի էֆեկտներ որոշակի։ Ու առաջանում է տագնապային խանգարում։ Ուղեղը արդեն տվյալ հուզական ծանրաբեռնվածությունից այդ պահանջմունքները չբավարարելու արդյունքում եւ հուզական ծանրաբեռնվածության արդյունքում ինչ որ մի տեղից ֆունկցիոնալ գործելու փոխարեն ինչ որ տեղից դուրս է տալիս, այսպես ասած։ Ես շատ կենցաղային եմ բացատրում, որպեսզի ավելի մեծ լսանին հասանելի լինի։ Ու պատկերացրեք, ղեկավարը ձեզ վրա անընդհատ բղավում է, գորգորում է։ Բացասական է խոսում ձեզ հետ։ Դուք հասկանում եք, որ դա ազնիվ չի, անարդարացի է։ Դուք չեք կարողանում ինչ-որ մի բան անել, դուք չեք կարողանում հակադարձել, ասել ճշմարտությունը, պատասխանել, սահմանները պահել։ Առողջ տարբերակը կլինի այն, որ դու սահմաններդ պահես։ Դու ասես ճշմարտությունը, դու սահմանները դնես, պահանջես, որ քո հետ շփվեն այնպես, ինչպես դու ցանկանում ես, այսինքն առողջ կերպով իհարկե, չխախտեն այդ սահմանները։ Սա առողջ է, սրա հետևանքով ոչինչ չի առաջանում։ Ինչու, որովհետև դու համարժեք կոնստրուկտիվ հակազդել ես դեստրուկտիվ վերաբերմունքին։ Բայց երբ գորգորում է, բղավում է ու դու ճնշում ես, ոչինչ չես ասում, ինքդ քեզ ես սկսում մեղադրել, արդարացնել իրեն, աշխարհին ես մեղադրում եւ այն, ու չես ասում, բայց այդ ճնշվածությունը, այդ նեղվածությունը, որը իհարկե պահանջմունքների անբավարարվածության հետևանքով է առաջանում, դա ինչ պիտի լինի։ Այդ ավելցուկ, չռեալիզացված հուզական էներգիան, այդ դժգոհությունը, այդ զայրույթը, այդ վախը, այդ անարդարության զգացումը ինչ պիտի լինի, դա ինչ որտեղով դուրս է տալու։ Այդ դուրս տալու երևույթը պաբոչնի ոչ ուղիղ ձևով, պաբոչնի կողմնակի երևույթով մենք պայմանական անվանենք նևրոզ։ Արդյունքում առաջանում է տագնապային խանգարումներ, արդեն մարդը չի վախենում գնա տվյալ աշխատատեղ, որովհետև անդադ նույն ստրեսային վիճակն է լինելու, ու հետո այդ վախը տարածվում է, տագնապը տարածվում է այլ բաժինների վրա, վախենում է դուրս գա, վախենում է շփվել նրա հետ եւ այլն եւ այլն։ Առաջանում է չբավարարված պահանջմունքներից առաջանում է դեպրեսիվ վիճակ, չի ուզում ընդհանրապես ոչ ոքի հետ շփվի, մշտական տխրության զգացումը, շշվածության զգացումը, առաջանում է պսիխոսոմատիկ դրսևորումներ, սկսում է ստամոքսը ցավալ, ինչու, որովհետև վիրավորանքը չի մարսել, սկսում է գլխապտույտներ, որովհետև ստրեսային վիճակում է գտնվում, սկսում է շունչը կտրել, ինչու, որովհետև ուզում էր մի բան ասել, չէր կարում եւ այստեղ խցանվում է, ու ինձ ասում են կոկորտս ցավում է, կարծես ինչ որ բան այստեղ խցանվել է։ Խոսք, այդ հույզը պիտի արտահայտել եկել է ու ինքը զսպել է։ Այդ զսպելու սոմատիկ կարող է դառնալ, այո, կարող է դառնալ։ Հետևաբար մարմինն է դիպչում, վերածվում է տագնապի, վերածվում է դեպրեսիայի, վերածվում է նևրաստենիայի, մշտական թուլության զգացում, անկարողունակության, թուլության, հյուծվածության զգացում, թեև գիշերը միգուցե դու լավ քնել ես։ Ինչու, որովհետև կա քո կյանքում կա դեստրուկտիվ ազդեցություններ,
Դու դրան ուղիղ չես հակազդել, չես կարողացել կամ չես ընդունել, որ պետք է ուղիղ հակազդել, սահմանները չես պահել, ճնշվել ես, այնուամենայնիվ առաջացել է քո բնական հակազդման կարիքը, քո դուրը չի եկել պարզապես դա։ Եվ առաջացել է այդ պաշտպանական հուզական դրսևորումների անհրաժեշտությունը, դրանք ուղիղ չեն ռեալիզացվել ու ինչ որ մի ձևով դուրս են եկել։ Այդ ինչ որ մի ձևով սիստեմատիկ դուրս գալու հետևանքով ինչ որ միտեղ պատրվում է, պատկերացրեք, փսիխիկայի ինչ որ հատվածում պայմանական ասած պատրվում է։ Եվ անձը սկսում է դառնալ ջուրակրկին, դառնալ նյարդային, ստամոքսի խնդիրներ, մաշկի խնդիրներ, սահմանն է խախտվել, չէ՞։ Մաշկը մեր սահմանն է։ Վահանագեղձի խնդիրներ, որովհետև ինքը կարգավորման կարիք ունի իր միջավայրի շրջապատը, չի կարողանում կարգավորի, հետևաբար ինչի առաջանում, ասում են մշտական ճնշում ունեմ եւ վահանագեղձի խանգարում ունեմ, ինչու՞, որովհետև վահանագեղձը կարգավորում է ճիշտ է օրգանիզմի ամբողջ process-ները։ Իր արտաքին դաշտում կա այդ խանգարումը, այսինքն անկառավարելի վիճակը, ինքը կարիք ունի կառավարելու, կարգավորելու, չի կարողանում կարգավորի եւ այդ կարգավորման համար պատասխանատու օրգանական հիմքը հառում է, խփում է ճակերտների մեջ ասած, որ լավ հասկանանք։ Պատկերացիք, հետեւաբար գնում է բժիշկի, ասում են վահանագեղձի ճնշման խնդիր, չեն գտնում ճնշման պատճառը, իհարկե կարող է ճնշման կենսաբանական պատճառ լինի, օրգանական հիմք լինի։ Այս մասին չէ։ Նևրոզի դեպքում սովորաբար, որ բժիշկը գրում է նևրոզ է, գնա հոգեբանի մոտ, չեն գտնում օրգանական հիմք, ինչու, որովհետև հիմքը քո ներքին կոնֆլիկտից է, որովհետև երբ քո սահմանները խախտել են, ծնողդ, ուսուցիչդ, ղեկավարը, ամուսինը, կինը տեղական չի։ Երբ սիստեմատիկ խախտվել են քո պահանջմունքները, չի բավարարվել։ Այդ դու ճնշվել ես, կարիք է ունեցել ադապտացվելու եւ չես ադապտացվել ու դու մի կերպ մնացել ես այդ վիճակում, առաջացել է ներքին կոնֆլիկտ։ Ներքին ինքդ քո հետ է սկսել կռիվ անել, այդ կուտակված հույզը ներսում է ռեալիզացվել, ինքդ քո հետ է կռիվ անել եւ ինչ որտեղից դուրս է գալիս։ Պատկերացրեք այսպես։ Հետևաբար հոգեբույժը որպես այդպիսի նման ներքին կոնֆլիկտի դեպքում չի աշխատի։ Հոգեբանն է աշխատում մարդու անձի հետ, մարդու մտածողության հետ, ու հնարավոր է լինեն հոգեբույժներ, ովքեր աշխատեն, բայց սա հատկապես անձը հոգեբանության հասկացություն է։ Մենք դեղորայք չենք նշանակում, մեզ համար կարևոր է անձը, անձի մտածողությունը, հույզերը, վարքը, փոխհարաբերությունը, ինքնագիտակցումը, ինքնընդունումը, սեփական անձի հանդեպ վերաբերմունքը, տարբեր տեսակի համոզմունքները, հենց այս ամենի միջոցով է ներսում տեղի ունենում այդ ներքին կոնֆլիկտը, որ ես չեմ ուզում, բայց պարտավոր եմ, ես չեմ կարող, բայց պարտավոր եմ, ես չեմ ուզում, բայց պետք է որ այսպես անեմ կամ այնպես չանեմ։ Այս բախման հետևանքով է առաջանում։ Հոգեբանը ինչ է անում, սիրելիներ։ Հոգեբանը բացում է այս ներքին կոնֆլիկտը։ Տեսնում ես, ճանաչում ես, հասկանում ես, թե ինչու սահմանները չես պահել։ Դու կուտակված հույզեր ես ունենում, դուրս ես հանում թերապիայի ընթացքում, պարպում ես այդ հույզերը, քո ինքդ քո մասին ունեցած համոզմունքները, որոնք դեստրուկտիվ են, որ խանգարել են, որ քեզ պաշտպանես, դրանք ես փոխում։ Դու վարք ես փոխում, սահմաններ ես սկսում պահել, ու քո ուղեղը կամ անգիտակցությունը ավելի շուտ տեսնում է, որ դու կարողանակ ես քեզ պաշտպանել, վերջանում է այդ պաբոչնի էֆեկտը, քանդվում է, անհետանում է, որովհետև դու կարողանում ես կոնստրուկտիվ հակազդել։ Երբ դու կարողանում ես հակազդել առողջ կոնստրուկտիվ ձևով, սահմանները պահելով, չի առաջանա ոչինչ։ Առաջանում է այն ժամանակ, երբ դու չես կարողացել պաշտպանել։ Եվ սովորաբար այդ սահմանների պաշտպանելու ու չպաշտպանելու հետևանքով է մի շարք տարբեր տեսակի խնդիրներ, հատկապես փսիխոսոմատիկ աստիճան։ Սա այն կարճ պատասխանը ձեր տված հարցերից կամ ձեր արած մեկնաբանություններին, որին ես անդրադարձա սիրելիներս։ Այս թեմայով նաև մենք ունենանք հունվար, փետրվար, արդեն փետրվար, փետրվարի 4-ին եւ 6-ին ունենանք մոտ 3-4 ժամ տևողությամբ դասընթաց, որը ուղղված կլինի նևրոզին, նևրոզ հասկացությանը եւ մանրամասն մենք կհասկանանք ամբողջ նյութի մասին, բավականին լավ կվելուծենք, ինչպես նաև ձեզ կփոխանցվի տվյալ դասընթացի ձայնագրությունը եւ մոտ 200 էջանոց PDF նյութ, որը կօգտագործենք մեր դասընթացի մեջ։ Դասընթացի վերաբերյալ հողմը կնայեք տվյալ գրության մեջ, տվյալ նյութի մեջ, եթե հարց ունեք, կարծիք ունեք, կարող եք գրել մեկնաբանության մեջ եւ կիսել նյութը։ Ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադելյանն է։ Լավ եղեք։